երեխաներին խնդրում եմ ասեք թող առաջ կան։ Ալելույա։ Ինչպիսի մեծություն, ինչպիսի զորություն։ Մենք պետք է խնդրենք Բարձրալին, որպեսզի մեր հոգու եւ մեր սրտի աչքերը բացվեն լիովին, որ մենք հավատանք, թե ինչ գործ է արել Աստված մեր հոգիների փրկության համար, սիրելիներ, որպեսզի անդադար գոհանանք Աստծմե, որպեսզի գիշեր եւ ցորեկ գոհանանք Իրանից, որտեւ ինքը մեռավ իմ համար, նա մեռավ քո համար, մենք շատ քիչ ենք գնահատում սա, որտեւ քիչ է, մեր հավատքը փոքր է, շատ անգամ չենք էլ տեսնում դա, սիրելիներ, ուղղակի մտքով համոզված ենք, ասում ենք, այո, դա այդպես է, բայց իմ սիրտը պետքա դա հավատա, ներսս պետքա տեսնի, եւ դա Աստծո շնորհքով է, որ մենք դա կարող ենք ունենալ, որովհետեւ նա ուղարկեց Սուրբ Հոգին աշխարհ, եւ այդ Սուրբ Հոգին է, որ երբ որ եկավ մեր մեջ բնակվեց, նա բացեց մեր հոգու աչքերը
ինքը աչքեր ունի, սիրելիներ, Սուրբ Հոգին Աստծո աչքերն են, Սուրբ Հոգով մենք կարող ենք տեսնել Աստծո մեծ հրաշալի գործը եւ գոհանալ անդադար, որովհետեւ մենք կորուստ ենք գնում, մենք կորսվում ենք ու չգիտենք, որ մենք կորսվում ենք, երբ դեռ մենք մեղավոր ենք, երբ դեռ մենք մեղավոր ենք, Քրիստոս ամբարիշտների համար մեռավ։ Սիրելիներ, Քրիստոս չմեռավ, երբ որ մենք լավն էինք, երբ որ մենք բարի էինք, հակառակը, ինչպես գրված է, որ բարի մարդու համար կարելի է, որ մեկը համարձակիր կյանքը դնե, չէ՞, ավելի շուտ բարի արտարի համար դժվար է մեկը իր կյանքը դնե, բայց Աստված իր որդին տվավ մեզի, երբ դեռ մենք մեղավոր էինք, Քրիստոս մեզ համար մեռավ, օրհնյալ լինի Տերը։ Եվ ես ուզում եմ մի 2-3 համարներ ընթերցել այս ուղղությամբ եւ մեր գոհության աղոթքը Աստծուն բարձրացնենք եւ խնդրենք, որ Տեր բաց իրապես լայնացրու մեր հասկացողությունը, մեր սիրտը, մեր միտքը, որպեսզի մենք գնահատենք քո արածդ գործը եւ մեր ամբողջ կյանքը նվիրենք իրան, որովհետեւ վերջի վերջո սիրելիներ, մենք մեր անձերի Տերը չենք։ Մենք մեր անձերի Տերն ենք, երբ մեղավոր ենք, բայց Քրիստոս մեզ իր այժմով ինչ արեց, գնեց։ Մենք այլևս մեր անձերի Տերը չենք, մենք պատկանում ենք Քրիստոսին։ Մենք իրանն ենք, ո Աստված, բաց մեր միտքը, որ մենք հասկանանք ինչ է սա նշանակում, մենք պատկանում ենք Քրիստոսին, ինքը մենք իր մարմինն ենք, ինքը մեր գլուխն է, մենք մարմնի անդամները, նշանակում է մեր կյանքի մնացած ատենը Քրիստոսին ընդունելուց հետո մենք պետք է առաջնորդվենք Քրիստոսով, որովհետև գլուխը ինքն է եւ մեր անդամները, մեր օրգանները ամեն ինչ գլխից են, չէ, առաջնորդում, մեր քայլերը, մեր որոշումները, դրա մասերներ, այսօր Տերը մեզ օգնական լինի, որ մենք ճանաչենք մեր Փրկչին, մեր Տիրոջը եւ մեր կյանքը առաջնորդե Սուրբ Հոգին։ Ես կարդում եմ Եբրայեցիներին ուղված նամակից մի 2 տեղ եւ առաջի Կորինթացիներից, առաջինը Եբրայեցիս 4-րդ գլուխ 14 խոսքից։ Արդ մենք, որ մեծ քահանապետ ունենք երկինքը անցած Հիսուսը, Աստծո որդին, ամուր բռնենք մեր դավանությունը, քանզի ոչ թե այնպիսի քահանապետ ունենք, որ կարող չլա մեր տկարություններին կարեկից լինել, ապա ինք ամեն կերպով փորձը արած է մեզի նման առանց մեղքի։ Ուստի ալ համարձակությունով մոտենանք շնորհած աթորին առջև, որպեսի ողորմություն ընդունենք եւ շնորհ գտնենք պետ եղած ատեն մեզի օգնելու։ Մեր Տեր Հիսուսի շնորհքը մենք պետք է համարձակ մոտենանք շնորհած աթորի առջև, որ նստած է Աստված եւ իր որդին աջ կողմում, որպեսի մեր հորմեն Աստծուց մեր շնորհք ընդունենք։ Այսօր ով է այն մարդը, որ չի տկարանում, ով է այն մարդը, որ նեղությունով չի անցնում, դժվարություններ չունի, ով է այն հավատացյալը, որ հավատքի մեջ երբեմն չի պարտվում, սիրելիներ, մենք պետք է անկեղծ լինենք, միայն Հիսուսը չպարտվեց, որովհետև Հիսուսը մեղք չգործեց, իսկ ես ու դու մեր մարմնի մեջ մեղք ունենք, այդ մեղքը այս մարմնի մեջ է, իսկ մենք, որ այս մարմնի մեջ ենք, տակավին հանցանքներ ունենք, շատ հանցանքներ ունենք, ասում է Հակոբոս, Հովհաննես առաքյալը, բայց այդ բոլորը, սիրելիներ, ամբողջը Քրիստոսը վերցրել է, իր այժունով մաքրելու եւ լվանալու եւ մեզ Աստծո հետ հաշտեցնելու։ Դրա համար Աստծո խոսքը մեզ տալիս է համարձակություն, մոտենալ շնորհածաթորին, չվախենալ, այլ ամեն ինչ խոստովանել Աստծո, քո ներքին սենյակիդ, քո ամեն զգացմունքները, տկարությունները, բոլորը դու իր հետ ասա իրան, կիսվիր։ Սիրելիներ, եթե բաներ կա, որ դու չես կարող մարդուն ասես, ինչքան էլ այդ մարդը բարի լինի, ինչքան էլ այդ մարդը հավատարիմ լինի, վերջի վերջո մարդ է, մեղքի բնություն կա, բայց Քրիստոսին ասա
ամենավերջի բանը։ Դրա համար Տեր Հիսուսը ասեց. մտիր քո ներքին սենյակը, մտի, դուռը գոցե եւ քո սիրտը դատարկե քո հոր արչեւ, Աստծո արչեւ, չէ՞։ Նա որ տեսնում է գաղտուկը, քեզ հայտնապես հատուցում պիտի անեն։ Կիսվիր Աստծո հետ, քո ներսում ինչ որ կա, մի ժամանակ առաջ ես վախենում էի կիսվել, որովհետև մտածում էի, որ Աստված սուրբ է, չէ՞, ոնց կարելի Իրանի մեղքը ասել, բա որ հանգարց ապտակ տա ինձի։ Սիրելիներ, այ հենց դա է, որ ինքը եթե իր որդին, այսպես ասած, ապտակեց, որբեսի ինձ եւ քեզ փրկի, դրա համար թափիր քո սիրտի առջև եւ Աստված քեզի եւ ինձի պիտի ողորմե։ Եբրայեցիներին ուրեմն 7-րդ գլխի 23 համարից 23, 24 եւ 25 համարները եւ անոնք շատ քահանաներ եղած են ի նկատունի մարդ քահանաներին միշտ մնալուն մահը արգել կլալուն համար, որովհետև քահանան մահանում էր ամեն անգամ, չէ, դրա համար նոր քահանապետ, նոր քահանա, շատ քահանաներ են եղած, բայց ասիկա հավիտյան կենալուն համար անանցանելի ունի քահանայությունը, ուստի բոլորովին կարողալ է ապրեցնելու նրանց, որ իրմով Աստծուն կուկան, որովհետև ինք միշտ կենթանի է անոնց համար բարեխոս լինելու, ալելույա։ Ինչ հրաշալի ասելն է, դու տեսնում եք, բաց մեր աչքերը, որ ես տեսնեմ, օրինակ Ստեփանոսը, այդ վերջի պահին, որ արդեն պիտի ննջեր, ասեց, ահա կտեսնեմ երկինքը բացված եւ Հիսուսին հոր աչ կողմում կանգնած, նա դիմավորում էր, դրա համար էր կանգնած, այսինքն նա տեսավ, այսօր ես ու դու էլ կարող ենք տեսնել, եթե ոչ այս աչքերով, հապա հոգով, սրտով, մենք կարող ենք տեսնել, որ Հիսուսը մեր համար այրուն թափեց եւ հոր աչ կողմը նստեց, որբեսի իմ եւ քո համար բարեխոսություն անե։ Դու կարիք ունես բարեխոսության, ես ունեմ կարիք, շատ ունեմ։ Տեր Հիսուսը պատրաստ է քո համար բարեխոսի, որովհետև նա այժմ է թափե իմ եւ քո համար, եւ այդ բարեխոսությունը սիրելիներ, այնց 50% չի, 90% չի, 100% անցնում է հոր մոտ, որովհետև Հիսուսը թափեց իր այժունը իմ եւ քո համար։ Այդ բարեխոսությունը մեկով մեկ անցնում է, օրհնյալ լինի Տերը։ Ուրեմն սիրելիներ, մեր Տեր Հիսուսը միշտ պատրաստ է ինչ անելու, ապրեցնելու, որոնք իր մով Աստծո կան։ Փաստորեն կա, մարդիկ կան, չէ՞, այսօր ինչքան կրոնքի տեսակներ կան, որ Աստված են կանչում, աղոթք են անում, բայց ոչ Հիսուսի անունով։ Սա է տարբերությունը քրիստոնյայի եւ բոլոր մնացած կրոնքների, որ մնացածն չգիտեմ ում անուններով, բայց մենք Հիսուսի անունով ենք գալիս հորը, մենք գալիս ենք Աստծո որդու թափած այժունով, որով եւ մենք ընդունելություն ունենք հորը մոտ, օրհնյալ լինի մեր Աստվածը։ Եվ երրորդ համար ուզում եմ ընթերցել Առաջի Կորինթացիս 15-րդ գլխից, սիրելիներ, 55-ից 57 համարները, Առաջի Կորինթացիս 15, 55-ից 57, ուր է ով մահ քու խայթոցդ, ուր է ով գերեզման քու հաղթությունդ, մահվան խայթոցը մեղքն է, մեղքին ուժը օրենքը եւ 57-ը, բայց գոհություն Աստծո, որ մեզ հաղթություն կտա մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքով, ամեն։ Մեր հաղթությունը Հիսուս Քրիստոսի ձեռքով է, որովհետև Հիսուսն է մեր հաղթությունը, ինքը մեզ համար եղավ իմաստություն, արդարություն, սրբություն եւ փրկություն, որբեսի նա որ կպարծենա, ումով պարծենա, Տերոջմով պարծենա, ոչ թե ինք իրանով կամ իշոր մարդածով, հապա պարծենա Հիսուս Քրիստոսով։ Ուրեմն այս ամենահրաշալի միտքը է, որ նա տալիս է մեզ հաղթություն։ Ուրեմն դիմենք նրան, գանք նրան, տկար ենք, թույլ ենք, պարտված ենք, գանք իր առջև եւ ինքը մեզ կտա հաղթություն, որովհետեւ ինքը դա արեց իմ եւ քո համար, օրհնյալ լինի իր անունը, ամեն։ Անունը փառավորվի մեր սրտերի մեջ։
Այսօր կա իմ սրտում մի փոքր խոսելու Աստծո փրկարար ծրագրի մասին, փրկարար շնորհքի մասին, որ Սարգիս եղբայրն է խոսեց, կարծես մի փոքր այն ինչը որ կար իմ սրտում, եղբայրն է խոսեց, ես էլ Տիրոջ օգնությունով, Սուրբ Հոգու ներգործությունով, թող Սուրբ Հոգին լցնի, բացի մեր մտքերը, սիրելիներ, որ խոսքը ներգործի մեր մեջ, որովհետև Աստծո խոսքը զորություն ունի, Փառք Հիսուս Քրիստոսին։ Եվ առաջի տեղը, որ կուզեմ կարդամ, որպես նախաբան Հովանու ավետարան 3 գլուխ 16 խոսքից է։ Հովանու 3:16 Վասնզի Աստված այնպես սիրեց աշխարհը, մինչև իր միածին որդին տվավ, որպիսի ամեն ով որ անոր հավատա չկորսվի, հապա հավիտենական կյանք ունենա։ Վասնզի Աստված իր որդին չղրկեց աշխարհ, որպիսի աշխարհը դատե, հապա որպիսի աշխարհը անով փրկվի։ Ան որ կհավատա անոր չի դատապարտվեր, եւ ան որ չի հավատար, անիկա արդեն դատապարտված է, վասնզի Աստծո միածին որդին անվանը չհավատաց։ Սիրելի եղբայրներ, քույրեր ջան, սա Աստծո ծրագիրն էր, եւ Հովանեսը իր թղթի մեջ առաջի թուղթ Հովանու 4 գլուխ 10 խոսքում ասում է այս բանի մեջ է սերը, որ ոչ թե մենք սիրեցինք Աստված, հապա որ անիկա մեզի սիրեց ու իր որդին ղրկեց մեր մեղքերին քավություն ըլլալու։ Հիմա սիրելի եղբայրներ, քույրեր, ո՞րն էր նպատակը, ի՞նչն էր պատճառը, որ Աստված իր միածին որդուն ուղարկեց։ Մենք Սուրբ գրքից գիտենք, երբ որ Աստված մարդուն արարեց, Ծննդոց գրքի մեջ որ գրված է, տեղեր կա որ բանավոր կասեն, ոչ բոլորը կկարդամ սիրելիներ, քանզի որ մենք գիտենք շատերս այդ տեղերը, բայց գիտես, որպես գաղափար շատ կարող է իմանանք, շատ կարող է լսենք, իմանանք, բայց այդ գաղափարը, սիրելի եղբայրս, քույրս, մեզի օգուտ չի տալի։ Շատերը կան քրիստոնյա են, ովքեր գաղափարապես գիտեն, որ Քրիստոսը խաչվել է, Աստված մարդուն սիրում է, բայց իրանք այդ մեղքի կյանքով ապրում են, ոչ մի օգուտ չի տալի, բայց այն խոսքին, որը որ մարդը հավատում է, որը ընդունում է, այդ խոսքը զորություն ունի մարդուն փոխելու։ Այդ խոսքի հայտնությունն է մարդուն բժշկում, սիրելի եղբայրներ, քույրեր, ոչ թե գաղափարապես փիլիսոփայությունները կամ իմաստությունները մարդկային, հապա խոսքի զորությունը, երբ որ խոսքը մարդը հավատքով ընդունում է, այդ խոսքի զորու է մարդուն փոխելու, բժշկելու։ Տիրոջ անունը փառավորվի։ Երբ որ սիրելիներ Աստված մարդուն ստեղծեց, Ծննդոց 2 գլուխ 7 խոսքից, այսպես է գրված, ասում է. Տեր Աստվածը գետնի հողեն շինեց մարդը, եւ անոր ռնգունքներեն կենթանության շունչ փչեց, ու մարդը կենթանի հոգի եղավ։ Մարդը կենթանի հոգի եղավ։ Մարդն է ստեղծեց, Աստված է ստեղծել մարդուն, սիրելիներ, ու մարդը կենթանի հոգի եղավ, ու մարդուն պատվիրեց Եդեմի պարտեզի մեջ դնելով կենաց ծառը ու բարին ու չարը գիտության ծառը, ու մարդուն պատվիրեց, ասեց պարտեզի բոլոր ծառերից համարձակ կեր, բացի մի ծառից, այս բարին ու չարը գիտության ծառից, 16-17 խոսքերը, որովհետև այն օրը, երբ որ այդ ծառից ուտես, պիտի մեռնես։ Ու մարդը, սիրելիներ, ոչ թե ֆիզիկական պետքա մեռներ, քանի որ նա հոգի էր արդեն Եդեմի պարտեզի մեջ, մարդը հոգևորապես մեռավ, սիրելի եղբայրներ, քույրեր։ Ու մարդը Աստծո խոսքին չհնազանդվելով, սատանայի խոսքը ընդունելով, Եվան Ծննդոց 3 գլխի մեջ 6 խոսքից կարող են կարդալ, սատանայի խոսքին լսելով, սատանայի առաջարկը ընդունելով, մերժելով Աստծո խոսքը, անհնազանդություն անելով, սիրելիներ, մարդը հոգեպես մեռավ, սիրելի եղբայրներ, քույրեր, ու մարդը ժառանգեց հիվանդությունները եւ անեծքը, որը Աստված խոսում է Ադամին ու Եվային, հիվանդություններն ու անեծքը, այն մարդը, որին Աստված ստեղծել էր, որ հավիտյան ապրի իր հետ, հավիտենական ապրի, մարդը չհնազանդվելով Աստծո կամքին, հայտնվեց սատանայի թագավորության մեջ, սիրելիներ, հայտնվեց մավան թագավորության մեջ, այսինքն այդ մարդը, որ պիտի հավիտյան ապրեր, արդեն մահը թագավորեց դրա կյանքում, ինչպես Պողոս առաքյալը գրում է, ասում է Հռոմեացիների 5:12-ը, եւ մի մարդով մեղքը աշխարհ մտավ, եւ այն մեղքից մահը, ու բոլոր մարդկանց վրա տարածվեցավ մահը, քանզի ամենքն էլ մեղանչեցին, սիրելիներ։ Մի մարդով մեղքը աշխարհ մտավ, այսինքն Ադամով մեղքը աշխարհ մտավ։ Հիմա, սիրելի եղբայրներ, քույրեր,
Ադամով որ մեղքը աշխարհ մտավ, մարդիկ Աստծո փառքից ընկան, ինչպես նույն Հռովմայեցի 3-րդ գլուխ 10-րդ խոսքի մեջ ասում է առաքյալը, ասում է ինչպես գրված է, թե արդարը չկա եւ ոչ մեկը չկա, որ հասկանա, մեկը չկա, որ Աստված փնտրե, բոլորը խոտորեցան, մեկտեղ անպիտան եղան, աղեկություն ընողը չկա, մեկն էլ չկա։ Այս խոսքերը նաև Սաղմոս 14-ի 2-րդ խոսքում են գրված, եւ առաքյալը 23 խոսքից ասում է, վասնզի ամենքը մեղք գործեցին եւ Աստծո փառքից պակսեցան։ Ամենքը սիրելիներ, մեր նախահայր Ադամի միջոցով այդ մահը բոլորի վրա տարածվեցավ։ Դրա համար պետք էր, սիրելի եղբայրներ, քույրեր, որ Հիսուս Քրիստոսը, Աստծո միածին որդին, որ Աստծո ծոցից էր դուրս եկել, որ գար, որ այս մեղքի հարցը լուծեր, որ մարդուն այդ փառքի մեջ նորից վերականգներ, սիրելիներ, որ մարդուն այդ մավան, սատանայի իշխանությունից, այդ գերությունից ազատեր, սիրելի եղբայրներ, քույրեր։ Դա միայն կարող էր անել Աստծո միածին որդին, Հիսուս Քրիստոսը, որին փառք հավիտյանս հավիտենից։ Ու Հիսուս Քրիստոսը աշխարհ գալով, սիրելիներ, խոսում էր մարդկանց, քարոզում էր երկնքից բերած ավետարանը, կյանքի խոսքերը, եղբայրներ, քույրեր, ու նա ասում էր Հովանու ավետարան 5-րդ գլուխ 25 խոսքից, ասում էր ճշմարիտ կսեմ ձեզի, ճշմարիտ կսեմ ձեզի, եթե այսօր կսեմ ձեզի, թե ժամանակ պիտի գա եւ հիմա էլ է, երբ մեռելները պիտի լսեն Աստծո որդին ձայնը եւ ան որ կլսե պիտի ապրե, մեռելները կլսեն, ովքեր էին այդ մեռելները, մենք սիրելիներ, որ հոգեպես մեռած ծնվել էինք, բայց հոգեպես մեռած էինք ծնվել, մարմնով կենդանի էինք ծնվել, բայց հոգևորապես մեռած էինք ծնվել, դրա համար Հիսուսն ասում էր ճշմարիտ կսեմ ձեզի, թե ժամանակը պիտի գա եւ հիմա է, ու այսօր սիրելի եղբայրներ, քույրեր, ովքեր այդ խոսքը լսում են, կենդանի խոսքը, որը իր մեջ զորություն ունի, որը խոսքը հենց Հիսուս Քրիստոսն է, ընդունելով իրանց ներսը, իրանց այդ մեռած հոգիները կենդանանում է, դրա համար Հիսուս Քրիստոսը ասում էր նույն Հովանու ավետարան 6-րդ գլուխ 64 խոսքից, ասում էր հոգին է կենդանի նողը, մարմինը շահմը չունի, հոգին է կենդանի նող, այն խոսքերը, որոնք ես ձեզի կխոսեմ, հոգի ու կյանք են, սիրելիներ, այդ խոսքը, որ ընդունում ես, քո հոգին կենդանանում է, բայց սիրելի եղբայրս, քույրս, այսքանով չէր ավարտվում Հիսուս Քրիստոսի մեսիան, որ եկել էր միսիան ավելի ճիշտ երկրագնդի վրա, եւ տեսեք Հռովմայեցիների 3-րդ գլուխ 25 խոսքից կուզեմ կարդամ, Հռովմայեցիների 3-րդ գլուխ 25 խոսքից, որը Աստված նախապես սահմանած էր քավությունը լալու, եթե անոր այրանը հավատան, այս եղավ ապացուցանելու համար Աստծո արդարությունը, քանզի Աստված իր երկայնամտությամբ ջնջած էր նախապես գործված մեղքերը, այսինքն իր արդարությունը այս ժամանակի մեջ ցույցելու համար, որպեսզի ինքը արդարը լա եւ արդարացնե Հիսուսին հավատացողը, որ Աստված նախապես սահմանած էր քավություն լինելու համար։ Սիրելի եղբայրս, քույրս, Հիսուս Քրիստոսը նաև պետքա մեզի համար քավություն լիներ, որովհետև Սուրբ Գիրքը ասում է Եբրայեցիների 10-րդ գլուխ 4-րդ խոսքում, որ ցուլերի եւ նոխազների այրունը մարդու մեղքը չէր կարում ջնջեր։ Չէր կարում ջնջեր, սիրելիներ, դրա համար պետք էր մի զոհ, մի անարատ գառնուկ, որի անունն էր Հիսուս Քրիստոս, որը ոչ մի արատ չուներ, Ինչպես Ելիս 12-րդ գլխի մեջ կարդում ենք, որ Մովսեսը պատվիրում է Աստծո բերանից Իսրայել ժողովրդին, որ զատիկի համար ձեզի անարատ գառ վերցրեք, ու այդ անարատ գառը 4 օր պահեք, տեսեք, ստուգեք, որ այդ անարատությունը լինի նրա մեջ, մեկ տարեկան լինի, ու հետո բոլոր Իսրայելի տունը հավաքվի ու այդ անարատ գառին մորթի։ Ու այդպես է եղավ, սիրելի եղբայրներ, քույրեր, բոլոր Իսրայելի ժողովուրդը, քահանայապետները, փարիսեցիները, դպիրները, շատ ժողովուրդներ, որոնց մեջ քայլում էր Հիսուս Քրիստոսը, որոնց մեջ անում էր հրաշքներ ու նշաններ, բայց նա դրա համար էր եկել, սիրելիներ, մորթեցին Հիսուս Քրիստոսին։ Նա մեր մեղքի պատիժը վերցրեց իր վրա, որպեսզի այն մարդը, որ հայտնվել էր մավան թագավորության մեջ, սիրելիներ, Աստված տեղափոխի հավիտենական թագավորությունը, ու դա կատարվեց Հիսուս Քրիստոսի զոհով։ Նրա անունը փառավորվի, կուզեմ կարդամ այդ տեղերը, Պողոսացիս 2-րդ գլուխ 14 խոսքից այսպես է ասում առաքյալը. ու հրամաններով հաստատված Սպարտամուրակը, որ մեզի հակառակ էր ջնջեց, մեջտեղեն վերցրեց ու խաչափայտի վրա գամեց,
իշխանություններն ու պետությունները մերկացրեց ու հայտնապես խայտառակեց հաղթելով անոնց անով, իշխանություններն ու պետություններ, այսինքն ջախջախեց սատանայի գլուխը սիրելիներ, խորտակեց սատանային ու խաչի վրա, երբ որ նա դեռ կենթանի էր, վերջի խոսքերն էր ասում, ասեց կատարվեցավ։ Այն փրկությունը սիրելիներ, այն ճանապարհը, որ բացեց դա Հիսուս Քրիստոսն է ու նրա այրան զոնն է, որ սրբության սրբոստն էլ բացեց, որ ներկայացավ բուն երկինքը, ոչ թե ցուլերի ու նոխազդերի այրունով, որ քահանայապետը տարին մեկ անգամ մտնում էր, հապա ներկայացավ սիրելիներ, բուն երկինքը Աստծուն այդ սրբարանը իր այրունովը ու ասեց կատարվեցավ։ Այն ինչի համար որ եկել էր Հիսուսը, կատարեց սիրելիներ, սիրելով մեզի եղբայրներ, քույրեր, թանկ սիրելով ու իր այրունը թափելով մեզի համար։ Դրա համար այսօր, եթե մարդիկ լսում են, սիրելիներ, Սուրբ Հոգին ասում է, եթե այսօր անոր ձայնը կլսեք, ձեր սրտերը մի խստացնեք, մի խստացնեք։ Այսօր աշխարհը կարիք ունի սիրելի եղբայրս, քույրս, այս ավետարանի, որի անունն է Բարի լուր, որ ավետարանը լսելով իրանց մեղքերից դարձի գան, իրանց մեղքերը խոստովանեն, ընդունեն այս միածին գառան այրունը, որով ունենք փրկություն, որով ունենք մեղքերի թողություն, որ այն արդարը անարդարների համար մատնվեցավ, որպեսզի մեզի Աստծուն մոտեցնի։ Ահա Աստծո ծրագիրը, սիրելի եղբայրս, քույրս, ահա այն հավիտենական սերը, սիրելիներ, եւ Եբրայեցիների մեջ Պողոս առաքյալը 2-րդ գլուխ 14 խոսքից այսպես ասում, որովհետև զավակները մարմնին ու այրունին հաղորդակցեցան, ինքն էլ անոնց բաժնեկից եղավ, որպեսզի իր մահովը փչացնե զանիկա, որ մահվան իշխանությունը ուներ, այսինքն սատանան։ Սատանան մահվան իշխանությունը ուներ, որովհետև մարդուն տանում էր մեղքի։ Գրված է ուներ, սիրելիներ, չի ասում ունի։ Սարգիս եղբայրս ասեց այդտեղը, չէ, առաջի Կորինթացիս 15:55-57-ը, մահվան խայթոցը մեղքն է, մեղքի ուժը օրենքն է, չէ, կարդամ այդ տեղերը նորից, առաջի Կորինթացիս 15:55 խոսքը, ուրեով մահ քո խայթոցդ, ուրեով գերեզման քո հաղթությունդ, մահվան խայթոցը մեղքն է, մեղքի ուժը օրենքն է, բայց գոհություն Աստծո, որ մեզի հաղթություն կուտա մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքով, փչացրեց սիրելիներ այդ սատանայի գործը եւ 15 խոսքում ասում է եւ ազատե զանոնք, որ մահվան վախովը միշտ ծառայության մեջ կապրեին։ Մահվան վախովը սիրելիներ, այսինքն մարդը, որ այդ օրենքի տակ էր, այդ մահվան վախով միշտ ծառայության մեջ էր ապրում, ծառայում էր։ Հիսուս Քրիստոսը եկավ, փչացրեց սատանայի գործերը, մեզի ազատեց ու իմի Հիսուս Քրիստոսին, ով որ հավատքով ընդունել է, էլ մահը նրա վրա իշխանություն չունի, էլ մահվանից մարդը չի վախենում այլևս, մարդը հավիտենական կյանք ունի, մահը ուղղակի ժամանակավոր էս աշխարհի մեջ բաժանում է մեր հարազատ բարեկամներից, որ գնում ենք հավիտյանս հավիտենից Հիսուս Քրիստոսի հետ ապրելու։ Եվ Տիմոթեոս տելա գրում 2-րդ Տիմոթեոս առաջի գլուխ 9-րդ խոսքից կուզեմ կարդամ, 2-րդ Տիմոթեոս առաջի գլուխ 9-րդ խոսքից սիրելիներ, ասում է, որ մեզ փրկեց ու սուրբ կոչումով կանչեց, ոչ թե մեր գործերին նայելով, հապա իր նախասահմանությանը եւ շնորհքին նայելով, որ Քրիստոս Հիսուսով մեզի տրվեցավ հավիտենական ժամանակներեն առաջ, բայց հիմա հայտնվեցավ մեր փրկին Հիսուս Քրիստոսին երևնալովը, որ մահը խափանեց եւ լուսավորեց կյանքն ու անմահությունը ավետարանի միջոցով։ Փառավորվի Քրիստոսի անունը, լուսավորեց կյանքը ու անմահությունը ավետարանի միջոցով, որ Աստված նախասահմանությունից առաջ որոշել էր, որ իր միածին որդուն ուղարկեր, որ իմ ու քո համար, որ այս մեղքի հարցը լուծի։ Հիմա սիրելի եղբայրս, քույրս, ասում է կյանքը անմահությունը հայտնվեց ավետարանի միջոցով, ով որ այս խոսքերին հավատում է իրապես, ով որ այս խոսքերը ընդունում է սիրելիներ, իր ներսը փոխվում է, ինքը ազատագրվում է։ Շատ անգամ ես տկարություններ ունենում եմ, սիրելիներ, վախեր ունենում եմ, մտքեր ունենում եմ այն բանի համար, որ Աստծո խոսքին 100%-ով ի սրտանց չեմ ապավինում։ Երբ որ Աստծո խոսքին ես ի սրտանց այս ծրագիրը, որ բացվել է, որ մի քանի րոպեում ես ժամանակի բերումով կարճ եմ խոսեցինք սիրելիներ Աստծո խոսքից, եթե այս ծրագիրը բացվում է քեզի, Քրիստոս կյանքի հետ հանդիպում ես ունենում, դու էլ ինչ մտքեր, էլ ինչ վախեր, սիրելիներ, դու գիտես որ մեռնես Քրիստոսինն ես։ Ես գիտեմ, որ իմ կյանքը ավարտվի, եթե աշխարհում իմ հարցերը լուծել եմ, բան չկա ինձի պահող, ես Հիսուս Քրիստոսինն եմ։ Այստեղ աշկերս փակելու եմ, այնտեղ բացելու եմ։ Էլ մահը մեր վրա իշխանություն չունի, եղբայրներ, քույրեր։
այլև այս սա է բուն ճշմարտությունը, որ Հիսուս Քրիստոսը ասում էր ճանաչեք ճշմարտությունը ու ճշմարտությունը ձեզի ազատ կանի։ Հովանու ավետարան 8:32-ը սա է այն ճշմարտությունը, որ մենք պետքա ճանաչենք, սիրելիներ, որովհետև մենք մեղքի ծառա էինք, ասում է դրա շարունակության մեջ, բայց ով որ Աստծո որդին ընդունի, նա ազատ կլինի, որովհետև ասում է Աստծո որդին ում որ ազատ անի, նա ճշմարտապես ազատ պիտի լինի, ազատ պիտի լա։ Աստծո որդուն ընդունում ես, այդ մեղքից ազատ ես, հանգիստ, սիրելի, կլինի դժվարություն, տկարություն, չգիտեմ, հարցը, բայց այդ հավատքը, որ մենք ունենք Աստծո որդու վրա, նա ամեն բաները դեմ է դնում։ Դրա համար, սիրելիներ, Հովհաննես առաքյալը, որ նրանք է շատ նեղություններով, շատ հալածանքներով, որ այսօր ոչ մեկս այդպիսի հալածանքներ ու նեղություններ չեն կրում, նա գրում է առաջի Հովանու նամակի մեջ, առաջի գլուխ երկրորդ խոսքում, ասում է եւ կյանքը հայտնվեցավ ու տեսանք եւ կվկայենք ու ձեզի կպատմենք այն հավիտենական կյանքը, որ հորը քով էր ու մեզի հայտնվեցավ։ Այս մարդիկ տեսել են, վկայում են ու պատմում են այն կյանքը։ Այսօր, սիրելիներ, մենք էլ որ այդ կյանքը հայտնվել է մեզի, աղոթք արեք, որ միայն եկեղեցու ներսում այս խոսքերը մենք իրարու չքարոզենք, հապա այս կյանքը տարածենք։ Տարածենք, որովհետև շատերը այս կյանքի կարիքը ունեն, որովհետև շատերը ապրում են այդ մահվան վախի մեջ, շատերը ապրում են տկարությունների մեջ, շատերը ապրում են այդ մտքերի մեջ, որ Քրիստոս Հիսուսին ընդունելով իրանք էլ փրկություն ունենան ու իրանք է մտնեն հավիտենական կյանքը։ Սիրելի եղբայրս, քույրս, ես չեմ ուզում նորից կրկնեմ, Սարգիս եղբայրը ասեց այդ տեղերը, եթե այսօր ինչ վիճակի մեջ էլ որ եկել ես, տկար ես, թույլ ես, այս հավիտենական փրկության հարցը Աստված լուծել է մեր կյանքում, միթե նա չի կարող այս տկարությունները վերցնի։ Միթե նա չի կարող, եթե սայթակել ես քեզ նորից կանգնեցնի, ասում արդարը թեև 7 անգամ ընկնի, պիտի կանգնի, որովհետև իր հույսը ու իր ապավինությունը Հիսուս Քրիստոսն է։ Կանգ Տիրոջ առաջ աղոթքով։ Սրտանց փառք Տիրոջը, փառք մեր երկնավոր Թագավորին։ Աստվածորդն է բոլորիս, շատ օրհնյալ երգ է, Աստվածորդն է ու օրհնյալ լինի իր անունը, որովհետև կհիշենք մենք երեք ինչ էինք եւ հիմա ինչ ենք կդե Աստծուց, կյանք ենք կդե, որովհետև Տերը ասավ ես եմ կյանքը, ճշմարտությունը, ճանապարհը։ Ես այսօր կուզեի 1-2 խոսք խոսանք Աստծո սիրո մասին ու աղոթենք մեզի համար, եկեղեցու արթնության, շինության համար։ Մեր Գևորգ եղբայրը ասեց շատ օրհնյալ համարը, որ Աստված ինչքան սիրեց աշխարհը, որ իր միածին որդին տվավ։ Օրինակ ինչքան սիրեց, այնքան սիրեց, որ մեզի համար մեռավ, այդքան սիրեց, անվերջանալի սիրով սիրեց։ Ինչքան որ երկրի վրա մարդ կծնվի, ինչքան որ Աստված մարդ կստեղծե, բոլոր մարդկությանը սիրել է ու բոլոր մարդկության համար խաչնել է եւ բոլոր մարդկության համար իր այժմն է թափել։ Պատկերացնեք ինչքան կսիրե մարդկանց։ Ամենաշատ կսիրե Աստված իր ստեղծագործությունից, որ 6 օրվա մեջ ստեղծել է, ամենաշատը կսիրե մարդուն, որովհետեւ մարդու մեջ հոգի կա եւ մարդու համար է Աստված երկնքից երկիր եկե որպեսզի փրկե։ Ես կարդամ 1-2 համարներ Աստծո սիրո մասին։ Տեսեք Առագած գրքի մեջ գրված է Առագած 8-րդ գլուխ 35 խոսքը։ Վասնզի զիս գտնողը կյանք գտնե ու տիրոշմեն շնորհք կստանա։ Իսկ 17 խոսքը ես կսիրեմ զիս սիրողները, զիս կանուխ փնտրողները զիս կգտնեն։ Աստված կսիրե նաև իրան ադողներին էլ կսիրե, նաև պատվիրել է, որպեսզի դու քո թշնամուց սիրես, իր համար աղոթք կանես։ Բայց Աստված կսիրե, ամենաշատ կսիրե իրան սիրողներին։ Դրա համար պատվիրան է տվել։ Կհիշեք պատվիրանը, որ Աստծուն սիրես քո ամբողջ հոգով։ Ոչ միտեղ չի գրած քո եղբորդ սիրես քո ամբողջ հոգով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ սրտով։ Զորությամբ պիտի սիրես քո Տեր Աստծուն, ամենքից առաջ, քո երեխայիցից առավել, քո ծնողիցդ առավել,
ամեն բանից առավել ամենաշատ պիտի սիրես ամբողջ հոգով քո Աստծուն։ Ես առաջ կարդայի 10 պատվիրանների մեջ, գիտեք, Աստծո սիրո մասին բան կա գրած։ Մենք եթե կկարդանք Աստծո խոսքը, 10 պատվիրանների մեջ Աստծո սիրո մասին բան կա գրած։ Գրված է. ես կողորմեմ նրանց մինչև 3-րդ, 4-րդ սերունդը, որ ինձի կսիրեն, բայց մինչև 1000 ազգը կպատժեմ, ովքեր որ ինձի կադեն։ Տեսեք, 10 պատվիրան մեջ Աստծո սիրո մասին բան կա գրած։ Որտեղ որ կարդաս Աստծո խոսքը, այնտեղ Աստծո սերը կտեսնես։ Բոլոր պատվիրանների մեջ պատվիրանի գլուխը սերն է, օրենքի վերջը սերն է։ Ինչքան որ մենք Աստծուն կճանաչենք, իր խոսքերի մեջ միշտ սիրո մասին կխոսա, որտեղ Աստված շատ կսիրե, այնքան կսիրե, որ հիմա մեզի կյանք է տվե։ Մենք որ հիմա կենտանի ենք, եկել ենք, կանուխ իրան կփնտրենք, իր սիրո պատճառն է։ Ինչքան կսիրե, որ մենք հիմա մինչև հիմա կենտանի ենք մնացել։ Կենտանի է պահել, որպես իրան պաշտենք, իրան սիրենք, իր անունը հռչակենք, իր գործերը պատմենք։ Դավիթը կսե, ես չպետք է մեռնիմ, որպեսզի Տիրոջ գործերը պատմեմ։ Հենց Աստծո տված կյանքն է, որպեսզի դու իրան փառավորես, իրան բարձրացնես, իր սիրո մեջ ապրես։ Շատ խոսքեր կա սիրո մասին գրած։ Եվ մեկ խոսք էլ Աստծո ծնված մարդիկ Աստծուն սիրող մարդիկ են։ Ես կարդամ այդ համարը եւ կանք աղոթքի Աստծո առաջ։ Տեսեք, Աստծո ծնված մարդիկը ովքեր են, ովքեր որ կսիրեն։ Առաջի Հովանու թուղթ 4-րդ գլուխ 7-րդ խոսքից։ Սիրելիներ, մեկ սիրենք, վասնզի սերը Աստուծմե է։ Ամեն ով որ կսիրե, Աստուծմե ծնած է ու կճանչնա Աստված։ Ով որ կսիրե Աստծուն, համ Աստծուն կճանչնա, համ է Աստծուց ծնված է։ Տիրոջ խոսքը թող ամենքից բացվի, թե Աստծո սիրո մեջ ինչքան կյանք կա։ Եթե դու կսիրես, դու ծնված մարդ ես, դու կենտանացած մարդ ես, դու օրհնված մարդ ես։ Նաև դի սիրենք մեզի չսիրողներին, աղոթ կանենք նրանց համար, որպեսզի Աստծո սերը բոլորը տեսնին մեր միջոցով։ Թող Տերը օրհնե, Տիրոջ անունը փառավորվի, ամեն։ Ինչի համար ես դու ապաշխարել։ Արդյոք երբևէ քեզ հարց ես տվել։ Արդյոք խորել ես դու լուրջ այդ մասին։ Ինչի համար ես դարձել Հիսուսին։ Որպիսի լինես մի փարիսեցի, թե ապրես ինչպես զավակ Հիսուսի։ Ապաշխարել ես Կայեն դառնալու, թե քո Աբելով ուրախանալու։ Ապաշխարել ես Աստծուն փառք տալու, թե Աստծո փառքը նուրբ գողանալու։ Որ նորից դառնաս դու քո փսխածին, թե հավատարիմ լինես Հիսուսին։ Ինչի համար ես դու ապաշխարել։ Գոնե մեկ անգամ քեզ հարց ես տվել, որ հիվանդանամ դու ինձ բժշկես, թե հոգուս ցավ տաս ու հիվանդացնես, որ Սիմոնի պես մոգություն անես, Սավողի նման նախանձից պայթես, նախանձի թույնով թունավորվելու, թե այդ չար ախտից հրաժարվելու։ Արդյոք երբևէ քեզ հարց ես տվել, ինչի համար ես դու ապաշխարել, որ լինես Կայեն, թե լինես Աբել, լինես Իսահակ կամ թե Իսմայել, Իսմայելի պես վայրի մարդ դառնաս, թե սիրող եղբայր, նաև հայր դառնաս։ Ապաշխարել ես թագավորելու, թե եկեղեցում ծառա լինելու, անդունդի ձորը մեկին հրելու, թե խորը փոսից նրան հանելու։ Գոնե մեկ անգամ քեզ հարց ես տվել, արդյոք ինչու ես դու ապաշխարել։
ապաշխարել ես շողոքորթելու, թե շողոքորթին դարձի բերելու։ Իմ քույր ու եղբայր, լուրջ հարց ես տվել, արդյոք ինչու ես դու ապաշխարել, լինես Անանիա, լինես Սափիրա, թե Սուրբ Ակյուղաս կամ Սուրբ Պրիսկիղա։ Թույլ տկար մեկին գայթակղեցնելու, թե կենաց խոսքով զորացնելու, արդյոք ինչու ես դու ապաշխարել, քո սրտի խորքում քեզ հարց ես տվել, որ լինես Հակոբ, թե լինես Եսավ, որ հետո դառնաս ինքդ քեզ մեծ ցավ, որ Եսավի պես ինքդ քեզ ծախես, Հուդայի նման ցավալի խացնես, լինես Սեմեի հաճախ քարկոծող, թե Ստեփանոս քարերը կրող, զրկվածներին սիրով փրկելու, թե նոր զրկվածներ ավելացնելու, ինչի համար ես դարձել Հիսուսին, որ երկրպագեն քեզ եւ քո եսին, որ երկրպագեն քեզ ինչպես կուրքի, թե սիրտդ մաքրես դու չար կուրքերից, ինչու ցանկացար ապաշխարելու, լինելու Դավիթ Սավուղ լինելու, բամբասանքի մեջ մեկին հրելու, թե բամբասանքից ազատագրելու, ապաշխարել ես, որ ցավը ստանես, թե որ ինձ ցավ տաս քեզնից վանես, որ իմ աչքերի արցունքը սրբես, թե դառն արցունքներ աչքիցս քամես, որ կողքս նստես եւ ինձ չտեսնես, թե հերվից տեսնես եւ գիրկս վազես, անքուն գիշերներ պարգևելու ինձ, թե խաղաղություն քաղցր երկնային, ինչի համար ես դու ապաշխարել, ինչի համար ես Հիսուսին դարձել, սգավորներին մխիթարելու, թե կոտրվածին նորից կոտրելու, երբ կա սիրել, ինչու ատել, համբուրել կա, ինչու խացնել, երբ կա անկեղծ սրտանց ցավել, ինչի համար իրար դավել, բարևել կա, ջերմ բարևել, ինչի համար արհամարել, երբ կա ցորեն, ընտիր ցորեն, ինչի համար որում ցանել, կա ճշմարիտ խաղաղություն, ուր կա լեցուն սեր, խնդություն, ինչու սարքել խաղաղություն, ուր կան զոհեր ու դառնություն, այսպես շարունակ անվերջանալի, Ադամի միջի կյանքը չարաղետ, նաև անհատակ եւ անչափելի Հիսուսի մեջի սերն Աստվածային, պարզապես պետք է քեզ լուրջ կանգ առնել, հարց տալ, ինչու եմ ես ապաշխարել։ Տիրոջ անունը փառավորվի։ Իրապես ապաշխարությունը քուրեր եղբայրներ ջան, սա ոնց որ Աստված մարդուն տվել է ազատ կամք, պետք է որոշում կայացնես, ընտրես։ Ապաշխարում ես, Տիրոջն ես, թե հակառակորդինն ես։ Սուրբ Հոգու օգնությամբ, Տիրոջ ողորմությամբ ուզում եմ խոսեմ կամքի մասին։ Աստված ունի կամք, մարդուն էլ է տվել ազատ կամք, քուրեր եղբայրներ ջան։ Սատանան չունի կամք, ինքը ունի ցանկություն։ Մեր հայրը իր կամքը հայտնել է, ցուցաբերել է իր որդու միջոցով եւ Աստծո նպատակն է, որ մարդկությանը փրկի, քուրեր եղբայրներ ջան։ Աստված ուզում է փրկի, սա է իր կամքը։ Բայց մարդը չի ուզում մտնի այդ կամքի մեջ, չի ուզում գործադրի, չի ուզում հնազանդվի։ Դրա համար, երբ որ մնում է իր հին կյանքի մեջ, սատանան իրան հայրություն անում։ Տեր ասեց, դուք ձեր սատանային հորմեն իր բաղձանքը կուզեք կատարեք, բայց այն Աստծուն չեք ճանաչում։ Դրա համար մարդը, երբ որ մնում է այդ ցանկության մեջ, այդ հնի մեջ, ինքը կատարում է իր հոր սատանայի բաղձանքը։ Բայց այն մարդը, որ իր կամքը հանձնում է, իր ապաշխարությունով, կոտրվածությունով գալիս ասում է, դու ես իմ հոգու հայրը, եղբայրները խոսեցին, չէ, Աստված դրեց հոգին մարդու մեջը, բայց իմ հոգին հայր ունի։
Ես պետք է հանձնվեմ իրան, ես իր կամքը պիտի գործադրեմ այսօր, քուրեր եղբայրներ ջան։ Այդ կամքը տրված է այսօր ազատ ընտրության հիմքի վրա։ Դու ո՞րն ես ընտրում, ումն ես ընտրում դու այսօր։ Սա է հարցը։ Ես որ կյանքը ընտրեցի, Հիսուսին ընտրեցի, հավիտենական կյանքը ունեմ։ Եթե ընտրեցի իմ կյանքը, իմ եսի փառքի կյանքը, սատանան ինձի հայրություն անելու։ Հավիտյան կորուստն է սա։ Ես սա ուզում եմ ասեն քուրեր եղբայրներ ջան։ Մենք չենք խոսում շնորհք, նաև կա այո, մեղքի բաժինը, մեղքի հայրը սատանան է, քուրեր եղբայրներ ջան։ Մենք խոսում ենք նաև սրա մասին եւ նաև Աստծո շնորհի մասին, որ մարդը փրկվում այո Հիսուս Քրիստոսի վրա եղած շնորհքով, Տիրոջ անունը փառավորվի։ Եվ մեկ այս համարը կարդամ, տեսեք, Եզեկիելի 18:32-ը. «Վասնզի մեռնողի մեռնիլը չեմ ուզեր, կսե Տերը Եհովան, ուստի դարձեք ու ապրեցեք»։ Ուզում է ապրի մարդը, ուզում է հավիտյան ապրի, քուրեր եղբայրներ ջան։ Եվ այսօր այդ դուռը բացված է Քրիստոսով, Հիսուսով բացված է այսօր։ Ո՞րն եմ ընտրում ես։ Ում կամքն եմ ուզում գործադրեմ, քուրեր եղբայրներ ջան։ Հիմա ես հնարավոր է այս աշխարհի մարդկանց կամքը կատարեմ, այսինքն սատանայի սիստեմով, որ աշխատում է, գործադրվում է, այսինքն իմ եսի փառքի կյանքն է դա, մարդու փառքի կյանքն է դա։ Հիմա կկարդամ կտեսնեք, որ մարդը ապրում է այդ կամքով, բայց ոչ թե Աստծու, բայց լավ է որ կոտրվում է, լավ է որ դուռ կա այսօր բացված, լավ է որ ուղղություն կա այսօր, Սուրբ Գիրքը, բարի լուրը, ոնց որ ասեցին եղբայրները, տրված է այսօր, հնարավորություն կա։ Հիմա կարդամ, տեսեք, Առաջի Պետրոս, ուրեմն, Առաջի Պետրոս 4-րդ գլուխ 1-ից կարդամ։ Քանի որ Քրիստոս մեզի համար չարչարվեցավ մարմնով, դուք այլ նույն մտքով զինվեցեք, վասնզի ան որ մարմնով չարչարվեցավ, մեղանչել է դադրեցավ, որպեսզի ալ ոչ թե մարդոս ցանկություններու պես, ապա Աստծո կամքի պես ապրինք, մարմնի մեջ ասում է մնացած ատենը։ Ոչ թե ասում եմ մարմնի մեջ մնացած ատենը մարդկանց ուզածի կամքով ապրենք, ապա Աստծո կամքով, շարունակեմ, վասնզի հերիք է մեզի կյանքի անցյալ ժամանակը, որուն մեջ հեթանոսներու կամքը կատարեցինք ու գիջություններով, ցանկություններով, գինամլություններով, անառակություններով, ասում եմ, արբեցողություններով, անօրեն կռապաշտություններով վարվեցանք։ Հիմա մենք կարող է մեզի հարց առաջանա, մենք ինչ կռապաշտ, մենք քրիստոնյա ենք եղել, բայց հարց եմ տալի, այս կյանքը, որ կարդում եմ այս բառերը, ով որ ապրում է, այդ կյանքն է ապրում, հեթանոս կյանքն է սա, առանց Աստծո կյանքն է սա, քուրեր եղբայրներ ջան։ Հիմա կապ չունի ես քրիստոնյա եմ անունով չակերտավոր, բայց ապրում եմ այս կյանքով, այս ինչ կապ ունի քրիստոնեայության հետ, քուրեր եղբայրներ ջան։ Հա մենք ազգովի վերցրած հայտարարում ենք քրիստոնյա ենք, բայց ինչ կապ ունի սա քրիստոնեության հետ։ Սա հեթանոսած ապրելու կյանքն է, որ մենք ժամանակին եղել ենք սրա մեջ։ Հասկանում եք, բայց արմատական չենք փոխվել, բաներ կա չի փոխվել։ Դրա համար Աստված տեսա, որ մարդը իզորու չի ինքն իրան փոխվելու, դրա համար իր կամքը հայտնելով իր որդու միջոցով հայտնեց, որ մարդը այո ընդունելով Աստծո որդուն, այդ կյանքը, որդու կյանքը գա իմ մեջ եւ փոխի ինձի, քուրեր եղբայրներ ջան, այս որ կարդացի այս կյանքից։ Տիրոջ անունը փառավորվի։ Մեկ համար էլ կարդամ։ Ուրեմն 2-րդ Տիմոթեոս 2:25-ից կարդամ. Քաղցրությամբ խրատե հակառակ կեցողները, որ թերևս Աստված ապաշխարություն տա անոնց ճշմարտությունը ճանաչելու համար, եւ սատանայի, որ ասում է, որոգայթեն զգաստանան, որ մե բռնված էին անոր կամքին ծառայելու։ Տեսնում եք։ Հիմա օքեյ, դու ապաշխարել ես, բայց ասում է դիմացինին, այն հոգով մոտիկացի, որ ինքը սատանային, ասում է, հոր մեն բռնված էին։ Հիմա մենք էլ ժամանակին դրա մեջ ենք եղել, քուրեր եղբայրներ ջան։ Մենք ոչ մեկից լավը չենք։ Մենք ինչ որ ենք, Հիսուսով ենք, ես սա լավ պետք է հիշեմ։ Ես ոչ մեկից լավը չեմ։ Դրա համար ասում է այն հոգով մոտիկացի, որ այդ մարդը բռնված է սատանային։ Ժամանակին ես էլ էի բռնված, ժամանակին ես էլ էի այդ ախտերի մեջ։ Այդ ոնց եղավ որ ապաշխարեցի։ Աստված իր փառած լույսով, աղոթներով, ծոմով, խնդրվածքով Աստված ողորմություն արեց ինձի։ Եվ ասում է մի հպարտանար։
Իր համար էլ ասում է, այդ քաղցրությամբ հնարավոր է, որ իրան էլ քաշես դու, ինքն էլ ապաշխարի, այդ դիմացինն էլ ապաշխարի։ Տեսեք, կարդամ Եփեսացիների մեջ շիտակ գրված է, որ ժամանակին ես եւ դու նույն այդ ընթացքի մեջ ենք եղել։ 2:1-ից կարդում եմ. Դուք հանցանքներու մեղքերու մեջ մեռած էիք, ինքը ձեզ կենթանացուց։ Անոնց մեջ ժամանակին կքալեիք այս աշխարհի բռնած ճամփովը, այս օդի իշխանությանը իշխանի ուզածին պես, այն ոգին, որ հիմա ապստամբության որդիներուն ներսիդին կներգործե։ Այն ապստամբության որդիներին, որ Աստծուն հակառակ են, Աստծո կանչին հակառակ են, իր որդուն հակառակ են, քուրեր եղբայրներ ջան։ Մենք հեր ժամանակին մեր չագերտավոր կյանքն ենք շինե, ապրում էինք առանց ավետարանի խոսքին հնազանդվելու ապրելու։ Ապրում ենք, հա, հավատք, չգիտեմ, շինել էինք մեզի հավատք, ասում էինք քրիստոնյա ենք, բայց ապրում ենք մեղքի մեղսալից կյանքը, չէ։ Հիմա ասում է ժամանակին այս օդի իշխանի ուզածը կկատարեինք, հիմա ապաշխարել ենք, մարդ փառ Տիրոջի, հիմա Աստված հնարավորություն է տվել, որ էլ օդի իշխանի ուզածը չկատարենք։ Դրա համար առաքյալ ասում էր, մենք անոր գործերը չգիծող չենք հագարագործի։ Այսինքն ավետարանը հայլի է ինձի, Սուրբ Գիրքը, Աստծո խոսքը լուսավորելու, բացելու իմ բնական երեսը։ Հիմա ես տեսնում եմ, որ էդի սատանայի ուզածն եմ կատարել տարիներով, հիմա հրաժարվում եմ։ Այո, հրաժարվում եմ, իմ Տերս տվել այդ իշխանությունը, տվել այդ հնարավորությունը, ես ապաշխարում եմ, դարձի եմ գալի, հիմա այսուհետ պետք է իմ հորս ասածը կատարեմ, իմ հոգուս հոր ասածը, իր կամքը պիտի գործադրեմ, որը իր որդու մեջ է, իր որդին ընդունելով։ Հիսուսն ասեց, ես եկա սատանայի գործերը քանդելու, փառավորվի Հիսուսի անունը։ Այսօր այդ սատանայի, այդ օդի իշխանի ուզածը, որ կատարել ենք, Հիսուս հայտնվել է, որ անոր գործերը քանդի իմ եւ քո կյանքի մեջ, որ ինքը տարիներով պահել է դրա մեջ, քուրեր եղբայրներ ջան։ Եվ ասում է, անոնց մեջ մենք ամենք սալ կպտտեինք մեր մարմնի ցանկություններով եւ մարմնի մտքի ուզածը կկատարեինք եւ բնության բարկության որդիներ էինք, ինչպես ուրիշներ։ Ասում է, ովքեր ամենքդ, մեկը չի կարա ասի, ես բաժին չունեմ ըտե, մեկը չի կարա, որովհետև մենք ծնվել ենք մեղած բնությունով, քուրեր եղբայրներ ջան։ Մենակ Հիսուսը իրավունք ունի այս խոսքերը, ասելով, որ ես այո, մաքուր եմ, անարատ եմ, եւ ինքը չդատապարտեց ինձի քեզի, հնարավորություն տվեց, որ ես ու դու էլ դուրս գանք այս վիճակից։ Փառավորվի իր անունը, մեր սրտերի մեջ սրտանց փառ տանք Տիրոջը, բայց Աստված ասում է, որ մեծ է ողորմությունով, իր առած սիրովը, որով ասում է մեզ սիրեց, երբ հանցանքներու մեջ մեռած էինք, մեզ Քրիստոսի հետ կենթանացուց, դուք շնորհքով փրկված եք, Հիսուսի անունը փառավորվի։ Ես պիտի տեսնեմ, որ այո, այդ մեռած կյանքը, այդ փտած կյանքը, այս որ ձեռք եմ բերել, սա Հիսուս Քրիստոսի շնորհիվ է։ Երբ դեռ ես մեղավոր էի, հանցանքների մեջ էի, Աստված սիրեց ինձի, սիրեց, ոնց արտահայտվավ, իր որդին տալով, տվեց իր մեկ հատիկը, ճզմվավ, տառապանքի, այս ցավը կրեց այս ամեն ինչը, խաչի մահվամբ, այսի ամենաանարգված մահն էր, ասում անիցիալ լինի նա, որ խաչեն կկախվի, այս անեծքը կրեց, քուրեր եղբայրներ ջան, որ ինձի քեզի հանի անեծքի տակից, որ ինձի քեզի տային կյանքը, որը իր որդու մեջ է, քուրեր եղբայրներ ջան, Հիսուսի անունը փառավորվի, եւ Աստծո կամքը իմ ու քո վրա, քուրեր եղբայրներ ջան, Աստված կամենում է, Աստված տալիս է, եւ քեզ էլ ինձ էլ տվել է ազատ կամք, դու ո՞րն ես ընտրում։ Դու ում բաժինն ես ընտրում, այս աշխարհի կյանքն ես ընտրում, աշխարհասիրությունն ես ընտրում։ Ոչ, քուրեր եղբայրներ ջան, մենք արդեն Քրիստոսով ապաշխարել ենք եւ դարձի ենք եկել եւ օրեցօր զորությունից զորություն Տերը պիտի մաքրի մեզի, պիտի արժանացնի այն կյանքին, որը ինքը խոստացել է։ Աստված խոստում ունի ինձի քեզի։ Կարդամ Մատթեոս ավետարան, տեսեք, Մատթեոս ավետարան, սա բոլորս գիտենք եւ ամեն օր սա ասում են, քուրեր եղբայրներ ջան, բայց կկարդամ Մատթեոս ավետարան, սա հայրմեր աղոթքն է։ 6-րդ գլուխ, ուրեմն կարդում եմ 6-ի 10-ը գրված։ Ասում է, քո թագավորությունը գա, քո կամքը տլա, ինչպես երկինքն է, նույնպես այլ երկրի վրա։ Ինչքան կարևոր բան է, չէ՞։ Ասում է, քո կամքդ լինի, քո թագավորությունդ գա,
Ինչպես երկինքն է, այնպես երկրի վրա։ Այսինքն այդ թագավորությունը հոր կամքն է, որ գա իմ մեջ եւ քո մեջ, եկեղեցու մեջ, մարդկության մեջ, քուրեր եղբայրներ ջան, որ ասկե հետո մեղքի թագավորությանը, սատանայի թագավորությանը չծառայենք, քուրեր եղբայրներ ջան։ Հիմա մինչև այս կյանքը չգա իմ մեջ, մինչև ես չհրավիրեմ, մինչև իր կամքը իմանալով, որ Աստված իր որդին տվել է իմ հայրը, տվել է, որպեսզի մենք այս թագավորությունը գա իմ մեջ բնակվի, ես կմնամ նույն Կիկոսը, կմնամ նույն այդ մեղքերի մեջ, քուրեր եղբայրներ ջան։ Դրա համար ես պետք է խնդրեմ Տեր ջան, ինչպես երկնքում միշտ քո կամքն է գործադրվում, նույնպես երկրի վրա իմ մեջ գործադրվի, որ այս կյանքը ինձի տանի միացնի քեզի հետ։ Այս թագավորությունը, այս կյանքն է, որ պիտի տանի, քուրեր եղբայրներ ջան։ Հիսուս որ եկավ անգամ երկրի վրա, ինքը ասում էր, ոչ թե իմ կամքը, հապա քո կամքը։ Ինքը իրավունք ուներ դնելու իր կյանքը եւ չդնելու, մեկը չէր կարա իրան ասել, ինչու քո կյանքը չդրեցիր, բայց Հիսուս ասեց Գեթսեմանում, ասեց հայր ջան, ոչ թե իմ կամքը, ապա թող քո կամքը գործադրվի։ Սա օրինակ թողեց ինձի քեզի քուրեր եղբայրներ ջան, ես ու դու էլ պետք ասենք, հայր ջան, ոչ թե իմ կամքը, իմ ցանկությունը գործադրվի, որ խառնված է սատանայի սիստեմին, ես հրաժարվում եմ սրանից, ուզում եմ քո կամքը գործադրվի, քո թագավորությունը գա իմ մեջ, քո արքայությունը կառուցվի, եւ Սուրբ Հոգին սրա համար է, որ կառուցի այդ շինարարություն անի իմ ու քո մեջ այդ թագավորությունը, քուրեր եղբայրներ ջան, ասենք փառք Տիրոջը, ինքը մենակ չի թողել, չի ասել գնա քո խելքով կառուցի, Սուրբ Հոգին տրված է այսօր, որ այդ կյանքը կառուցի իմ եւ քո մեջ, փառք Տիրոջը, եւ շարունակեմ, եւ օրինակ եմ մի հատ կարդում Սուրբ գրքից, Մատթեոս ավետարան 21-րդ գլուխ 28 խոսքից եմ կարդալու, 21-ի 28-ից, ինչպես կերևնա ձեզի, մարդը երկու որդի ուներ, առաջինը ըսա, որցյակ ասում է, որցյակ գնա, աուրը ասում է, այգիս մեջ գործե, անիկա պատասխանեց, չեմ ուզեր երթալ, բայց ետքը զղջաց ու գնաց, հայրը մյուսին ալսավ, անիկա պատասխանեց, կերթամ Տեր, սակայն չգնաց, հիմա այս երկուքեն, որը իր հոր կամքը ասում է կատարեց, ըսին անոր, առաջինը, Հիսուսը սավանոց, ճշմարիտ կսեմ ձեզի, թե մաքսավորներն ու ասում անառակները ձեզ մե առաջ պիտի մտնեն Աստծո թագավորությունը, վասզի Հովանես արդարության ճամփով եկավ ձեզի եւ դուք անոր չհավատացիք, բայց մաքսավորներն ու անառակները անոր հավատացին եւ դուք տեսաք, սակայն չուզեցիք հավատալ։ Տեսնում եք, ասում է երկու որդի ուներ, ասում է, որ մեկը կատարեց, մեկ ասեց չեմ գնա, բայց զղջաց իր սրտի մեջ, բայց գնաց։ Մեկ ասես կեթան, բայց չեկավ։ Այսօր այս կյանքը քուրեր եղբայրներ ջան, մեր մեջ էլ է կատարվում։ Մենք շատ անգամ այտենց լսում ենք խոսքը, բայց չի կատարվում։ Բայց Սուրբ Հոգին եկել է, կոտրի, խոնարհվեմ, որ իմ հորս կամքը գործադրեմ, քուրեր եղբայրներ, կատարեմ խոսքը։ Ոչ թե ասեմ, հա, լավ է, ուրախանանք այտենց սերմնացանի առակը ոնց էր, ատեն մը ուրախանան, բայց ասում է թրջունները եկան կերան այդ սերմը, եկան տարան էդի։ Սատանան եկավ սրտի մեջից տարավ, ես չեմ ուզում, ես չեմ հարմարվում դրա հետ, Տեր ջան, Հիսուս ջան, այո, թեև խստացել եմ շատ անգամ, քո խոսքը հասել է իմ ականջիս, տարիներ առաջ եմ լսել քո խոսքը, բայց այսօր շատ ժամանակներ անց է, խստացրել եմ, չեմ կատարել, չեմ ապաշխարել, քո խոսքը չեմ գործադրել, բայց այսօր ես իմի եմ եկել։ Որպես անառակ որդի, որպես այս զավակներից մեկը, որ Տեր ջան, ես զղջացել եմ, Տեր ջան, դու շատ շուտվանից ես ինձի կանչել, բայց ահա ես, ներես ինձի Տեր ջան, ահա ես եկել եմ, որ քո կամքդ գործադրեմ, ես ուզում եմ, որ քո կամքդ գործադրվի իմ մեջ, քո խոսքը գործադրվի իմ մեջ, որ քո թագավորությունը կառուցի Սուրբ Հոգին իմ մեջ, եւ ես ապրեմ քո կամքի համաձայն, ոչ թե սատանայի ուզածի համաձայն։ Սատանան ցանկություններով բերում է, ապրեցնել է տալի, հրամցնել է տալի, քուրեր եղբայրներ ջան։ Մենք հրաժարված ենք դրանից։ Եվ ինչքան որ ուզում եմ, ինչքան որ ամեն օր ընտրությունս կատարում եմ, որ իմ բաժինս Տերն է, այսօր արթնացա իմ ընտրությունը Տերն է, այ իր կամքը, Աստծո կամքը պիտի գործադրես։
Եվ Սուրբ Հոգին պիտի այո փառավորվի մեր ներսը։ Հոր սերը պիտի տարածվի իմ ու քո մեջ քուրեր եղբայրներ ջան։ Տիրոջ անունը փառավորվի։ Տեսեք Հիսուսը Հովանու ավետարան կարդամ ինչ էր ասում։ Հովանու ավետարան Էսի այն հատվածը նա Սամարացիկին մկար բանավոր եմ ասում ժամանակը շահելու համար։ Այս կինը ջրհորի մոտ էր եկել եւ Հիսուս մոտիկացավ ջուր ուզեց եւ ասեց դու հրյա ես Սամարացուց ո՞նց ես ուզում որ ո՞նց ես հաղորդակցվում էլի իր բանը հետ էր եւ առաքյալներ աշակերտները իր հետ էին Հիսուսի հետ էին կերակուր չկար եւ գնացին կերակուր փնտրելու գնացին կերակուր գնելու երբ որ եկան կարդամ 31-ից տեսեք այս միջոցին աշակերտներ իրեն կաղաչեին ու կսեին ռաբի հաց կեր անիկա ասավանոց ես կերակուր ունեմ ուտելու որ դուք չեք գիտեր այն ատեն աշակերտները կսեին իրարու արդյոք մեկը իրեն ուտելու բան մը բերավ Հիսուսը սավանոնց իմ կերակուրս այն է որ զիս ղրգողին կամքը ընեմ եւ անոր գործը կատարեմ տեսնում եք ուրեմն այսինքն մի ուրիշ կերակուրել կա մարդկության մեջ մարդկանց հոգիների փրկությունը քուրեր եղբայրներ ջան Հիսուս այս կնոջը խոսում էր եւ այս կինը գնաց ամբողջ քաղաքին հայտարարեց որ Մեսիան տեսա Մեսիային ասում է կանչեց եկան ասեցին ոչ թե նրա համար կհավատանք որ դու ասեցիր ապա մեր աչքերովը տեսանք 2 օր ասում է հոն կեցավ Եվ այս կերակուրը աշակերտներին ասեց, այն կերակուր դուք չեք իմանում, այս հոգիների փրկությունը, այսի պտուղը արժանավոր, այս սա է իմ կերակուրս, նա չի, որ այդ հացերը ուտենք, ասում է, այն կերակուրը, որ մարդիկ փրկվեն, մարդկանց հոգիները դառնան Քրիստոսին, այո, սա է ճշմարիտ կերակուրը նաև, քուրեր եղբայրներ ջան։ Այսօր հնարավոր է մենք շատ անգամ այդ մարմնավոր կերակուրի հետևից եթանք, բայց հոգևոր կերակուրը, մարդկանց հոգիների փրկությունը, բայց սրա համար, բայց էլա կերակուր չէ, Տերը ասեց, ես ունեմ կերակուր, որ իմ հորս կամքը գործադրեմ, իմ հորս ասածը կատարեմ, չէ որ այս բանի համար եմ եկած, այսօր ես ու դու քուրեր եղբայրներ ջան, Աստված ուղարկել է ինձի քեզի դեսպաններ, որպեսզի մարդկության ասենք հաշտվեցեք Աստծո հետ Այո, նաև այս փրկությունը մարդկանց հոգիների համար, սա էլ պիտի լինի կերակուր, սա էլ պիտի լինի, որովհետև Աստված սա կամենում է, որ մարդիկ փրկվեն, քուրեր եղբայրներ ջան, Տիրոջ անունը փառավորվի, շարունակեմ։ Եվ Հռոմեացիս 12-ի 2-ն եմ կարդում հլը, 12-ի 2-ը կարդամ։ Արդ կաղաչեմ ձեզի եղբայրներ, Աստծո ողորմությանը, որ ձեր մարմինները ընծայեք կենթանի զոհը, Սուրբ Աստծո հաճելի, որ ձեր ասում է բանավոր պաշտոնը, ասում է եւ մի կերպարանիք այս աշխարհի կերպարանքովը, ապա ձեր մտքի նորոգությունով նորոգվեցեք, որպեսզի քննեք, թե ինչ է Աստծո կամքը, որ բարի, հաճելի, կատարյալ է։ Տեսնում եք, ասա մի կերպարանվի այս աշխարհի կերպարանքովը, հիշում եք, սա այդ սատանայի սիստեմն է, այդ ցանկություններն է, որ այդ կերպարանքով մի կերպարանվի ասում է, հապա ձեր մտքի հոգու նորոգությունով նորոգվեք, Աստծո խոսքը, որ հասնում է իմ սրտին, իմ մտքին, նորոգում է ինձ քեզի քուրեր եղբայրներ ջան։ Ինչպես բարի, հաճելի եւ կատարյալ, կատարելու խոսքը, գործադրելու խոսքը, սա է Աստծո կամքը խոսքը ասում է։ Այս սա է հոր կամքը, որ գործադրվի խոսքը իմ եւ քո կյանքի մեջ, խոսքը գործադրվի քուրեր եղբայրներ ջան։ Եվ ասում է հեռու մնա այդ աշխարհին կերպարանվելովը։ Այսօր իշխան կերպարանք ունի աշխարհը, իշխան մոդայիկ բաներ ունի աշխարհը, իշխան հնարքներ ունի սատանան, որպեսզի ծառայացնի իրան մարդկությանը։ Բայց այն մարդիկ, որ լուսավորվել են Աստծո խոսքով, որ լուսավորվել են Աստծո որդով, իրանց խաբել հնարավոր չի, որովհետև անոր գործերը չգիցող չեն, կտեսնեն իր գործնեությունը, կտեսնեն, որ ինքը խորամանկ ձևով ուզում է խաբի եւ կմերժեն իր ամբողջ իր այդ առաջարկությունը, հրամցնելը եւ կմերժեն եւ կմնան Աստծո կամքի մեջ, բարի, հաճելի եւ կատարյալ խոսքի մեջ կմնան, քուրեր եղբայրներ ջան։ Լուկաս ավետարան 12:47-ն եմ կարդում, ասում է այն ծառան, որ իր տիրոջ կամքը գիտե ու չի պատրաստվիր, ոչ ալ անոր կամքը ի գործ կդնե, շատ ծեծ պիտի ուտե։ Փառք Տիրոջը սրա համար։ Տերը շատ անգամ
երբ որ խոսքի միջոցով մեզի խոսքը խոսվում է, մեզի հասնում է, մենք օրինակ չենք վերցնում, չենք խրատվում։ Շատ անգամ, որու ասում է կսիրեմ, նրան էլ կծեծեմ։ Հիմա լավ է, որ մեզի խրատում է։ Հիմա լավ է, որ խրատվենք, քուրեր եղբայրներ ջան, հնարավոր է վիրահատությունը, երբ որ կատարվում է, մարդը դուրս է գալի նարկոզից, չէ, այտենց հաճելի չի, բան չի, բայց հիմա ենթադրենք, ես վիրահատություն ունեցել եմ, կուրյաղիկս պայթել էր, հիմա պատկերացրա, էդի չվիրահատեին, չմաքրեին, այրան վարակումից մարդը մեռնում է, բայց փառավորվի Հիսուսի անունը, երբ որ վիրահատվեցինք, բան արեցինք, կարերը դրեցին, սենց ելել եմ, չեմ կարող բան անեմ, ես բժիշկ ասում էր ուղիղ քայլի, հիմա սկզնական ցավոտ է այդ վիրահատությունը, վերքը ցավոտ է, խնդիր ունես այտենց ոնց որ, բայց արդյունքը ինչ եղավ, որ կյանք ապրավ, քուրեր եղբայրներ ջան, փառավորվի Հիսուսի անունը, Տերը պահել էր, հիմա այդ պայթել էր սաղ օրգանիզմը, սենց աղիքներս հանել, դադարգել են, նորից սկսել են հավաքել բանով, բայց Տերը ասում է, եթե չպահի, զուր են պահողները, փառավորվի Հիսուսի անունը, բժիշկներին էլ է Աստված իմաստություն տալի, բայց քանի որ մենք ունենք Հիսուս, ունենք Քրիստոս, Տերը ամեն բանի մեջ այո ողորմած է, եթե անոր կհուսանք, եթե իր կամքը կամավ կգործադրենք, քուրեր եղբայրներ ջան։ Հիմա կլինի բաներ, որ Տերը կխրատի, մի թուլանար, անոր խրատից ասում եմ, մի թուլանար, անոր հանդիմանությունից մի թուլանար, Տերը իր սիրածը կխրատե, սիրտը ցավում է, դրա համար մի հատ կարող է ապտակ տա, որ չէ թամեն անդունդից են գնեմ, հասկանում եք, արթնացնելու համար, ինձի արթնացնելու համար այդ բանը կարանի, ոչ թե սպառելու համար, հասկանում եք, եւ Հովանու ավետարան 6-րդ գլուխ ուրեմն 6:37-ից եմ կարդալու, քուրեր եղբայրներ ջան, 6:37-ից ուրեմն տեսնենք Աստծո կամքը, այն ամենը, որ հայրը ինձի կուտա, ինձի պիտի գան, և ան, որ ինձի կուգա, բնավ դուրս պիտի չհանեմ, ասում է հայրը ինձի է տվել, այդ մարդկությանը ինձի է տվել, ով որ ինձի կգա, չի ասում մեղքի տեսակների մասին, այս ինչ բանի մասին, ես հիշեմ ասում է, ես քեզ սիրեցի, Հերը ինձի սիրեց եւ դեռ մեղավորի։ Հիմա Հիսուսն էլ ասում է, այն ամենը, ով որ ինձի կգա, բնավ դուրս չեմ հանի, բնավ չեմ թողի իրան։ Հիմա ես ոնց կամ, հիմա այս բանի մեջ եմ սայթակե, այն ինչ հարցն ա եղել, Հիսուս ջա, ես ոնց կամ քո առաջ եմ, ես ոչ թաքնվում եմ, ոչ տերևներով ծածկվում եմ, ոնց կամ ահա ես։ Տեր այսեն սրտեր ա ուզում։ Շարունակեմ։ Վասնզի ես երկնքեն իջա, ոչ թե իմ կամքը սնելու, ապա անոր կամքը, որ զիս ղրկեց։ Եվ զիս ղրկողի հոր կամքը այս է, որ այն ամենը, որ ինքը տվավ չկորսնցնեմ, ապա անոնց հարություն առնել տամ վերջին օրը։ Հիմա Հիսուսը չի ուզում ոչ մեկին կորսնցնի, բայց կորստյան ճանապարհը մարդն է ընտրում։ Ասում է ճշմարիտ լույսը եկավ, մարդիկ խավարը սիրեցին։ Հիսուսը չի ուզում, որ մեկը կորսվի, բայց որոնք որ եկան, մեկը ասում է, ես ընտրել եմ իմ կամքով, հոժար կամքով, Հիսուսն է իմ բաժինը, եւ վերջ։ Եթե ես մնում եմ այս ընտրության մեջ, Հիսուս չի կորցնելու։ 99 թողե գնացե մեկի հետևից։ Մեկը չի կարա իր ձեռից տանի, եթե ես չհրաժարվեմ, եթե ես չմերժեմ, եթե ես չթողեմ իրան, հասկանում եք, մարդը իր կամքով, այս մարդկությունը, որ ասում է, մարդիկ իրանց կամքով ընտրեցին խավարի կյանքը, դրա համար կորսվան, բայց որոնք որ մնացին սրա մեջ, իրանց ընտրության մեջ հաստատ, Տերը պահում ամուր քեզի, մի վախնա, մեկը դուրս չեմ հանի, ասում է։ Եվ ասում է, քանզի զիս գրկողին կամքը այս է, որ այն ամենը, որ կտեսնեն որդին և կհավատան անոր, հավիտենական կյանք ունենան, ես ալ անոնց հարություն առնել պիտի տամ վերջին օրը, անունը փառավորվի։ Տեսնում եք, ասում է, այն ամենը, որ կտեսնեն որդին, կհավատան, չէ, դու հարության, առաջի հարության մեջ բաժին ունես։ Ասում է, երանի նրանց, որ առաջի հարության մեջ բաժին ունեն, եթե մինչև վերջ մնամ, իմ մարմնի մեջ եղած ատենը հավատարիմ մինչև վերջ մնամ Հիսուսին, մնամ Տիրոջ ոտերի մոտ, այդ բաժինը տրված է ինձի։
Սրտանց ասենք փառք Տիրոջը, քուրեր եղբայրներ ջան։ Առաջի Հովանու 2:17 ասում է. աշխարհսալ կանցնի անոր ցանկությունն ալ, բայց ան որ Աստծո կամքը կկատարե, հավիտյան պիտի մնա։ Աշխարհսալ կանցնի, ամեն բան կանցնի քուրեր եղբայրներ ջան, եւ ասում է աշխարհն ալ կանցնի անոր ցանկությունն ալ, որ ժամանակին սրա մեջ էի, չէ՞։ Ես կարդացի այդ համարները։ Բայց ով որ Աստծո կամքը գործադրե, հավիտյան պիտի ապրի, Տիրոջ անունը փառավորվի։ Եվ մեր ինչքան հոգսեր կա, որ աղոթք ենք անում, այս վերջի համարն ասելու եմ եւ աղոթք անենք։ Ինչքան հոգսեր կա, որ Աստծո կամքի համաձայն չի եւ լսելի չի, քուրեր եղբայրներ ջան։ Դրա համար իմ խնդրանքս է։ Այն ինչ որ խնդրում եմ Տիրոջ առաջ, ես մի հատ նայեմ, տեսնեմ հոր ուզածի համապատասխանա, այսինքն ավետարանին համապատասխանա այդ կամքին է հոր ուզածի պես է թե ոչ։ Եվ կարդամ առաջի Հովանու գրված է 5-րդ գլուխ 5:13-ից կարդամ առաջի Հովանու 5:13-ից եմ կարդում։ Ինչ որ խտրելու ըլանք իր կամքի համաձայն ասում է, պիտի լսե մեզի։ 5:13-ից ուրեմն առաջի 13-ից 15 բանավոր ասեմ աղոթք անենք։ Ինչ որ խնդրելու ըլանք անոր ասում է կամքի համաձայն, պիտի լսե մեզի։ Բայց հիմա ես որ խնդրում եմ, իր կամքի համաձայնա, թե չէ։ Հա? Իր կամքի համաձայն ենք խնդրում, թե ոչ։ Այս բաները գրեցի ձեզի, որթի ասում է, որպեսզի գիտնաք, թե հավիտենական կյանք ունիք դուք, որ Աստծո որդին անունին ասում է կհավատաք։ Մենք համարձակություն ունենք անորքով, քանզի գիտենք, թե ինչ որ խնդրելու ըլանք իր կամքի համեմատ, պիտի լսե մեզի։ Եվ եթե գիտնանք, թե պիտի լսե, ինչ խնդրելու ըլանք, ուրեմն կգիտնանք, թե պիտի առնենք, ինչ որ խնդրենք իր մեջ։ Հնարավոր չի մարդը հոր ուզածի համաձայն հոգևոր բան խնդրի, Տերը չտա։ Հիմա մենք շատ անգամ, տեսեք, ասում է դուք առաջ խնդրեք երկնքի արքայությունը, թագավորությունը։ Մի խնդրեք ինչպես հեթանոսները, ուտելիքա, հագնելիքա, այս բաները, չէ՞։ Հիմա մենք շատ անգամ հոգս ենք տանում, խնդրում ենք դրա վրա, դրա համար չենք առնում, քուրեր եղբայրներ ջան։ Բայց ասում է, այն որ խնդրում ենք, առաջ հոգևորը, Տեր ջան, առաջ այդ թագավորությունը իմ մեջ, ասում է պիտի առնես դու, պիտի առնես։ Եվ հավատքով խնդրես, պիտի առնես էտի։ Այս կյանքը, որ ձևավորվավ իմ մեջ, քո մեջ քուրեր եղբայրներ ջան, կդադարենք այդ ցանկություններից էլ, այդ ամեն ինչը։ Այս կյանքը, Քրիստոս կյանքը փչացնում է մեղքի, սատանայի այդ համակարգը։ Այն որ թունավորվել էինք, եղբայրները կարդացին, չէ՞։ Ի սկզբանե որ թունավորվել էինք, սատանան խաբել էր, մեկի միջոցով մտել էր, տարածվել էր բոլոր մարդկության վրա։ Հիմա Քրիստոսով մեկ առաջում է երկրորդ Ադամով, որ է Քրիստոս, այսօր այդ շնորհքը տարածվում է ինձի քեզի վրա։ Այսօր դու ուզում ես այդ կամքի մեջ ես, այդ ընտրության մեջ ես, թե ոչ։ Անունը փառավորի։